Մենք չենք հասցնում, հա, ասենց ստացվում լրահոսին հետևել, եթե ինչ-որ թեմաներ ենք առանձնացրել։ Քիչ առաջ Նիկոլն ասեց, որ այո, Տիգրանաշենը դա մոտ մեր տարածքը չի, Ադրբեջանն է, ինչպես որ Արցախը։ Եվ եթե կա ինչ-որ մեկը, որ կասկածում է, որ մի օր ինքը այդպես ասելու է, չգիտեմ, Երևանը մերը չի, Էջմիածինը մերը չի, բայց այդ ժամանակ արդեն երևի հարցնող էլ չլինի, ինչևէ, մենք սրա մեջ ենք, հիմա սրան կոնկրետ գալու ենք, ներկայացնեմ իմ հյուրին, արտակարգ եւ լիազոր դեսպան Ջունիկ Աղաջանյան, մինչ այդ ուզում եմ շատ կարճ, հա, երեք ազգային ժողովում Նիկոլի աշխատակազմի ղեկավարում հիմա գործուղել են, որ վիրավորական խոսքեր էր ասել իմ հասցեին, ակումբի հասցեին, ասում էր դե ժողովուրդը իրենց մասին սենց է խոսում, չմոռանամ ասեմ, որ ժողովուրդն իրան ասում է դդում։ Ուրեմն այս անձը, ես իրավ դերձանում էլի պատասխանում։ Ուրեմն այս անձը բանը երեք հիմա այնպես է ստացվել, որ կտանք Արցախը, կհանձնենք, շրջափակման կենթարկվի, կհայաթափենք, հետո կգանք 2 տարի հետո կասենք չհասկացանք, չեք մեռել։ Հատ մաթափ կտանք բոլոր հայերի վրա, հատկապես արցախցիների վրա, հետո մի հատ կասենք հələ մի հատ իրանք են կաչի, մի հատ նակավյոր, մի հատ դու այդ ինչ գործ ուներ ընդհանրապես Հայաստանում, այլ ինչի Արցախում չի։ Շարունակությունը ենթադրում է, որ ինչի չես մեռել, կամ ընդհանրապես ինչի ես աշխատել, ինչի ես աշխատում, բայց ավելի կոնկրետ ինչի ես ապրում, կամ դու ընդհանրապես ով ես, որ կաս։ Ինձ մոտ էս տպավորություն է, որ ԿՊ-ն իրեն հիմա կոնկրետ ազգային ժողովում այդպես է պահում, հիմա կարող եմ անուն առանձնացնել, բայց նախնական զրույցում խոսում ենք, Տիկին Աղաջանյանը ճիշտ է ասում, դա որ մեկով չի պայմանավորված, իրանք բոլորն են այդպես։ Մի քանիսը ուղղակի այսպես բաժանել են, այս հարցը քեզ, սա քեզ։ Հիմա մի հատ էս բարոյական բան է, խնդրում եմ, կամ անբարոյական բանը գնահատեք, թե իրավունքա վերապահ, մի հատ էս ձեռքը դրած, մի հատ ինքն է, ոնց որ պապս է այդ Արցախը հանձնել, էլի, ասե Արցախը Ադրբեջանը։ Այդ գիտեք ինչից է տես, որտեղ վախենում ենք հիմա Արցախից խոսել, կամ էլ հարկ չենք համարում Արցախից խոսել, մտածում ենք դե փակեցին, գնացին, էլի։ Բայց եթե մենք իրենք են ենթադրում, որ փակեցին, դե գնացին, քանի որ մենք տեսնում ենք, որ ընդդիմությունն է, այդպես շատ բան չի, ակտիվ չի այդ թեմաներում, ինչևէ, ինչը ասում երեք ինքը Արցախցի է ծագումով, այնտեղ գերեզմաններ է թողել, այո, Արեգան եւ մի հատ էլ, այսինքն եթե դու արդեն ոնց որ դու արդեն Արցախցի ես, դու արդեն մեղավոր ես, բայց սիրելի հայրենակիցներ, ըստ էության սա նշանակում է, եթե դու հայ ես, դու արդեն իսկ մեղավոր ես եւ ինչ հարց է տալիս, խնդրեմ։ Սխանի ժամանակ ամենաքիչն էի սպասում, որ էլի կոմբայն են հիշելու։ Բայց ձեզ մի հարց ունեմ, ձեզ Տիկին Հովսեփյան, ինչպես եք դուք վերաբերում 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությանը, որպեսզի իմ ու ձեր միջև կոմունիկացիոն խնդիրներ չառաջանան, հիմա շատ հստակ ասեմ դա ինչ է, որ հետո չխեղաթյուրեք։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի քառակող հանդիպումը, որտեղ ընդունվել է որտեղ ծախեցինք Արցախը։ Շարունակի, էլի ծախեցինք Արցախը։ Հայաստանը եւ Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 91 թվականի Ալմատիի հռչակագրին, որոնց միջոցով ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը։ Հիմա վնիմание вопрос. Ինչպես եք վերաբերում այս հայտարարությանը։ Այսինքն ընդունում եք, որ Արցախը ավելի որպեսզի կոմունիկացիոն խնդիրը չլինի, դուք ճիշտ կարող եմ մեկնաբանել, արդյոք ես ճանաչում եմ Արցախը Ադրբեջանի կազմում, այդ է ձեր հարցադրումը։ Ես ճանաչում եմ իմ հայրենիքը, ես ճանաչում եմ այնտեղ, որտեղ ես ծնվել եմ, ես ճանաչում եմ այն ծննդավայրը, որտեղ որ ես մեծացել եմ, որտեղ որ ես ամուսնացել եմ, որտեղ որ գտնվում են իմ ապուպապերի, իմ հոր գերեզմանը։ Սա դե պետք է չի շարունակել, ասենք սա կողմեն որ մի հատ դուք պատկերացրեք, հոր գերեզմանը թողած բանա։ Մի հատ հələ արտեստը вообще-то դու ոնց ես էլի նայում, ինչ Արցախն է, հələ ասա էլի։ Իրանք են կա, որ ասում են նակավյոր էլի։ Ծախեմ, հանձնեմ, տա, մի հատ էլ մի հատ եկեք էլի։ Ասենց հայր է տով է, կարող է դու ընդհանրապես մի հատ Արցախ անուն տաս, մի հատ էլ արի էլի։ Խնդրեմ։ Գիտեք, նախ ընդհանրապես էս քանի օր է, 3 շաբաթ, հա, մոտավորապես, հա։
մենք ականատես ենք լինում մի բեմականացման, որը փորձում է գործող իշխանությունը ներկայացնել իբրև թե կառուցողական ինչ ասեցին բարևարկության կանոններին համապատասխան աշխատավոճ հաստատելու գործընթաց, բայց ամբողջովին հակառակ process-ն ենք մենք տեսնում, ահա որ ամբարտավան, ցինիկ խոսույթով եւ ձեր նշած այս անձը, որին գործուղել են երևի ազգային ժողով, չէ, գործուղել են տվյալ դեպքում ազգային ժողով, հանրության նյարդերը քայքայելու եւ ազգային ժողովում ընդդիմության դեմ սադրիչ process-ներ գեներացնելու համար ակնհայտորեն, որովհետեւ կառուցողական գործելավոճի պարագայում ընդհանրապես տարական հարգանք ես ունենում քո գործընկերոջ հետ, տվյալ դեպքում անկախ նայած ընդդիմադիր է թե կուսակցության ներկայացուցիչը եւ հոգեբանական տրավմայի լրացուցիչ չես ենթարկում։ Իսկ այս անձնավորությունը հենց այն ինչպես ժողովուրդն է ասում, աղի վրա վերքի վրա աղ լցնողի դեր է կատարում։ Մեկն էլ ունեն նախագահությունում նստած, որ լեզվի հսկիչի դեր է իրեն ստանձնել եւ փորձում է յուրաքանչյուր ընդդիմադիր ելույթ ունեցողից հետո իր կարծիքը, որը որևէ մեկը չէր խնդրել արտահայտել, պարտադրել եւ փաթաթել բոլոր թե ներկաների, թե լսողների վզին։ Երևի տառաճանա չեն, բայց բովանդակությունը լավ չեն հասկանում, երբ որ կանոնակարգ են կարդում եւ նիստերի ընթացքը ապահովել ամենևին չի նշանակում սեփական մտքերը շարադրել եւ այսպես շռայլել ամեն ելույթ ունեցողի թե ելույթի ընթացքում, թե ելույթից հետո։ Սա պետք է հասկանան, որ հակառակը դա падգամավորի գործունեությանը խոչընդոտել է նշանակում եւ կարծում եմ այստեղ ընդդիմադիրները պետք է ընդհանրապես հարց բարձրացնեն ընթացակարգերի եւ կանոնակարգի դրույթների պահպանման առումով, որտեղ այս նախադեպը դեռևս նախորդ ազգային ժողովում սկսել էր, բայց այս ազգային ժողովում այսպես իրենց սիրելի բառով աննախադեպ ծավալների է հասնում։ Հիմա գանք այս հարցին։ Ուրեմն Արեգան կարծում եմ իրոք իր պատասխանը ցույց տվեց, որ իրոք ցավոտ էր իր համար, այլապես կասեր, որ մինչև ձեր իշխանության գալը որևէ մեկը աշխարհում ընդհանրապես լիներ պետություն թե միջազգային կազմակերպություն երբևէ հարցականի տակ չէր դրել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, որ մի հատ էլ դրա համար Ադրբեջանի հետ այդքան մարդու ներկայությամբ ինչ-որ փաստաթուղթ ստորագրվեր։ Սա առաջինը։ Երկրորդը, իրենց բերած այդ ՄԱԿ-ի կանոնադրություն սկզբունքներ եւ այլն, մենք հարյուրավոր միջազգային պայմանագրեր ու երկկողմանի փաստաթղթեր ենք ստորագրել, որտեղ այդ բոլոր դրույթները նշված են եւ դրանցից որևէ մեկը հիմք չի հանդիսացել մեր հանրապետության տարածքները Ադրբեջանին նվիրաբերելու համար։ Հաջորդը, որը Արեգան եթե այդքան ցավոտ չլիներ իր համար, երևի կասեր, որ դուք մոռանում եք, որ դուք ինչ-որ թվային հիմքով քառակուսի կիլոմետրեր եք նշել, իսկ ձեր գործընկերը արևելյան հատվածում անգամ չի բարեհաճում որևէ թիվ արտաբերել, ձեր այդքան բոլոր սկուտեղի վրա նվիրաբերումներից հետո, եւ հայրենիքը հանձնելը հպարտանալու առիթ չէ։ Հայաստանի Հանրապետությունը հարցադրումը, պահվածքը։ Մի րոպե, Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը որևէ առնչություն չունեին Արցախի Հանրապետության եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ու դրա ճանաչման հետ։ Այդտեղ մեկը մյուսին դուք եք արհեստականորեն կապել։ Մեկը մյուսի գինը վճարելը դուք եք դարձրել եւ այսօր էլ մեր հանրապետության արկա տարածքները այսպես գեղեցիկ կերպով այսօր էլ չէ, մեկը նորից հերթական անգամ հանձնեց, այսինքն հաստատեց, որ այն անկլավներից բացի, որոնց մասին ինքը արդեն նախընտրական քարոզչության ժամանակ եւս հայտարարեց, հիմա էլ արդեն Քյարքեի կամ Տիգրանաշենի հարցն են արդեն այսպես վերջնական հանգուցալուծման փորձում տանել։ Եվ այն բոլոր մարդիկ, որոնք կարծում են, որ սա նոր առաջացած խնդիր է, ես ուղղակի ուզում եմ հիշեցնել ձեզ, որ 19 թվականին արդեն, երբ որ ասֆալտապատում էին այդ ճանապարհը,
Տիգրանաշենի հատվածը իրենք այդ 4 կիլոմետրանոց հատվածը իրենք չեն ասֆալտապատել։ Եվ այդտեղ արդեն ապացույցն է, որ իրենք ի սկզբանե եկել են այդ բոլոր հանձնառությունները ունենալով եւ ուղղակի հիմա հերթով այսպես այդ հանձնառությունները կյանքի են կոչում։ Սա ուղղակի մի բանի մասին է խոսում, որ ադրբեջանական կողմը իր պահանջներն է պարտադրում եւ այս իշխանությունները մտածում են, որ այսպես հերթական զոհը հանձնելով մատաղացու, զոհը մեր տարածքներից հանձնելով իրենք կկարողանան եւ իրենց կյանքը որպես քաղաքական գործ եւ անգամ ֆիզիկական կյանքը երկարացնել եւ փորձել ինչ որ մի ձևով պահպանել այսպես մնացորդային ինչ որ մի բաներ եւ ստանալ արևմուտքի աջակցությունը։ Չի լինելու դա։ Մենք կորուստներ արձանագրելու ենք եւ շատ ավելի վատ վիճակի մեջ ենք հայտնվելու։ Եվ սա ժողովրդին, այն մարդկանց, որոնք կուրորեն գնացել են ինչ-ինչ նպատակներով եւ ինչ-ինչ մտադրություններով ձայն են տվել այս իշխանությանը, իրենք թող հասկանան, որ իրենք արդեն մեղսակից են այս բոլոր կորուստների։ Իրենց նման պահվածքով իրենք մեղսակից են այս բոլոր կորուստների։ Իրենք պատասխանատու են այսօր Հայաստանի թե ժողովրդին, թե պետությանը հասնող աղետների համար։ Էլ փրկություն չկա, եթե 21-ին դեռ կարող էին արդարացնել, որ ծրագրում մի բան գրել էր, բայց իրականում այլ բան էր իրականացնում, ապա հիմա ծրագրում գրել է հենց այն, ինչ իրականացնում է, թե եկեղեցու հետ կապված, թե պետության հետ կապված, թե իրենց հանձնառությունների հետ կապված։ Այս հանկարծ չմտածեք, որ դուք պատասխանատվությունից որևէ կերպ խուսափելու եք եւ այդ պատասխանատվությունը թե պատմականորեն, թե բարոյապես ձեր վրա լինելու է։ Ինչ վերաբերում է ազգային ժողովում կատարվողին, ես կարծում եմ, որ հստակ հրահանգ ունեն այս սադրիչ ամբարտավան խոսույթով ընդդիմադիր ուժերի ուշադրությունը շեղելու եւ ընթացքում իրենց հանձնելիքները հանձնելու, որպեսզի մինչեւ ուշքի գան արդեն այդ կազմակերպված դիմադրության գործողությունը իրականացնելու հնարավորությունը չունենան։ Բազմիցս եմ նշել, որ այս իշխանությունները այդ ձեռագիրը ունի տեղեկատվական քաոս ստեղծել, աղմուկ ստեղծել եւ դրա ներքո, այդ աղմուկի ներքո փաստացի իրականություն դարձնել իրենց հանձնառությունները, հետո ասել դե հիմա ինչ անենք, արդեն եղել է։ Միջազգային իրավիճակ է փոխվել իրենց գնահատականով։ Ես ընդդիմադիր ուժերին կոչ եմ անում, թե ազգային ժողովում ներկայացված, թե դրսի, հատուկ ուշադրություն դարձրեք սահմաններին։ Հսկայական գործընթացներ են գնում հարավում թրիփ կոչված կամ միջանց կոչված գործընթացի առումով, որը մեր ուշադրությունից դուրս է մնում։ Այս պատվիրակությունները, որ այսպես մեկը մյուսի հետևից գալիս են եւ երկու տողանոց հաղորդագրությունը ընդհանրապես մեզ տեղեկացնում են, որ սա եկավ նա գնաց, իմացեք, որ այս բոլորը համաձայնեցված գործողությունների ցանկի իրականացման process են։ Դրանք բացահայտելու համար թե լրատվամիջոցները, թե ընդդիմադիր գործիչները հսկայական աշխատանք ունեն տեղեկատվությունը հանրությանը բացահայտելու եւ դրանով իսկ կանխարգելիչ գործողություն կատարել, կանխարգելիչ գոնե ժամանակային առումով այդ process-ները հետ գցելու համար։ Իրենք փորձում են այսպես ընդդիմադիր դաշտում ազգային ժողովին ներկայացված պառակտում առաջացնել, բաժանում առաջացնել եւ ես հասկանում եմ, որ ուժեղ Հայաստանը նոր է եւ ենթադրում է, որ մտածում է, որ ինչ-որ փոփոխություն կկարողանա այս քաղաքական երևույթների գործելակերպում բերել, բայց իրենք մեծապես սխալվում են։ Այդ թևում նստած բոլոր անձինք, բոլորը կաշկանդվածությունն են։ Իրենք հստակ լծակների ներքո են։ Միլիմետր անգամ շեղվել չեն կարողանալու։ Եվ ձեր բոլոր ջանքերը ինչ որ կառուցողական դաշտ, ինչ որ աշխատանքային մթնոլորտ ստեղծել, դա ուղղակի չի ստացվելու։ Բայց արդյունքում դուք ձեզ հեղինակազրկելու եք ձեր սկզբունքային դիրքորոշումներից հետ քաշվելով։ Հասկացեք, որ ժողովուրդը ձեզ ձայն է տվել հստակ սկզբունքային որոշակի ձեր թեզերի համար։ Հետևեք դրան, իրականացրեք այդ գործողությունները։ Առաջիկայում տեղական ընտրական գործընթացներ են լինելու։ Հստակ աշխատանք տարեք, որ իշխանությունները չկարողանան իրենց այդ մեթոդոլոգիայով մարդկանց վախեցնելով, կաշառելով, խոստումներ տալով,
եւ ընդդիմադիր գործիչներին կալանավերելու ու բանտերում փակելով կարողանան ինչ որ ձևով իրենց ապահովել ներկայությունը։ Հասկացեք, այս իշխանությունը առաջ դրած է այդ մեր պետության քայքայիչ, մեր պետության, այսպես ասած, մահվան վկայական հանդիսացող սահմանադրությունը ընդունել տալ։ Եվ դրա համար իրենց պետք է տեղերում ունենալ մարդիկ, որոնք հստակ կապահովեն այդ ձայների թեկուզ նկարչությունը։ Սա հստակ նպատակով է արվում։ Իրենք ունեն փաստաթղթեր, որ պիտի վավերացնեն, թե թրիփը այն հատվածով ինչ որ հայտարարվել է եւ ենթադրում եմ կա գաղտնի փաստաթղթերի կամ համաձայնությունների շարք, որոնք ներառված չեն այդ հայտարարված կամ հրապարակված փաստաթղթերի մեջ։ Դրանք եւս պիտի վավերացման գործընթացով անցնեն։ Որպեսզի կարողանաք դրա դեմ աշխատել, պետք է այսօր արդեն աշխատանք տանել տեղական մարմիններում ներկայությունը ապահովելու եւ ժողովրդին այդ վախի վիճակից դուրս բերելու համար ժողովուրդը պիտի տեսնի, որ կա այլընտրանքային ուժ, կա ուժ, որը կարող է կանգնել այս իշխանությունների դեմ։ Դուք հավակնել եք այդ ուժը լինել, խնդրում եմ ձեզ շարունակեք եւ ավելի ակտիվ եւ ավելի համարձակ ձեր գործողությունը իրականացնեք առանց մտածելու, որ եւ թույլ չտալու, որ այս իշխանությունների կոմբայն ասածով կարողանան ձեր թույլ ուրեմն թելերի վրա ազդել։ Այո, այդ կոմբայնը պետք է, ոչ միայն այդ կոմբայնը, իշխանությունը ունի հսկայական ռեսուրսներ, լծակներ։ Մի կոմբայն անգամ չէր կարողացել ապահովել այդ նույն բնակչությանը։ Հակադարձեք նույն ձևով, որ իրենք փորձում են ընդդիմադիր ուժերի կարողությունները հավասար նժարի վրա դնել իշխանության ուրեմն թե ֆինանսական, թե պետական ռեսուրսների հետ։ Հակադարձեք եւ առանց վախենալու եւ առանց մտածելու, որ դա կարող է ինչ որ միտեղ այդ կառուցողական մթնոլորտը խաթարել։ Չկա այդ մթնոլորտը, սա ընդհանրապես քող է, որի ներքո իրենք փորձում են այս իրենց խոստացածը իրականություն դարձնել։ Նորից եմ կնում, ձեռագիրը նույնն է, սահմանների վրա նույն խնդիրն է, տեղեկատվական քաոս, աղմուկ ստեղծելու միջոցով ուշադրությունը հանրային շեղել, դրա ներքո իրականություն դարձնել իրենց հանձնելիքները։ Տիգրանաշենը հանձնելու։ Դե որտեվ արդեն ժամանակն է, արդեն պիտի որոշակի գործընթացներ անեն եւ այս պարագայում ինքը արդեն խուսանավելու հնարավորություն չունի, նույն բանն է, չէ՞, ոնց որ կանգնեց արդեն 23 թվականի հունվարին, ասեց Արցախը Ադրբեջանի մաս է։ Մինչեւ այդ նշաձող է։ Ինչ է նշանակում Տիգրանաշենը հանձնել։ Նշանակում է ընդհանրապես Հայաստանը նախ հարավը կտրել հյուսիսից, երկրորդ ընդհանրապես Հայաստանի այդ հիմնական երակներից մեկը վերացնել եւ ավելին Տիգրանաշենը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության մաս է։ Ոչ մի քարտեզով, ոչ մի իրավական հիմքով դա երբևէ Ադրբեջանին չի պատկանել։ Եվ 88 թվականի այն փաստաթղթերը, որ կան, որոնցով թե հայկական ԽՍՀ-ն, թե ադրբեջանական ԽՍՀ-ն համաձայնեցրել են իրենց տարածքները, դա Ադրբեջանի տարածք չէ։ Ավելին, Ադրբեջանը իրեն հռչակել է առաջի հանրապետության ժառանգորդ, այսինքն չի կարող հավակնություն ունենալ Արցախի վրա որևէ տարածքի վրա, որը իրեն է հանձնվել սովետական խորհրդային շրջանում, այսինքն այստեղ ընդհանրապես իրենց այդ քաղաքական տերերի արևմուտքի հրահանգներն են կատարում, որտեղ այդ հրահանգները գալիս են նաև Թուրքիա, Ադրբեջան, Իրանի դեմ ցամաքային գործողություններին մասնակցության համար։ Դրա գինը մենք ենք վճարում։ Ադրբեջանը եւ Թուրքիան իրենց գործողություններ անելու համար հերթական անգամ գինը մեզանից են պահանջում եւ արևմուտքը ճնշում է, որպեսզի այս իշխանությունները այդ գործողությունները իրականություն դարձնեն։ Ես բացատրել եմ մեխանիզմը ինչպես է աշխատում։ Իրավիճակը գնալով ավելի է բարդանում մերձավոր արևելքում, Միացյալ Նահանգների պարտությունը ակնհայտ է դառնում, քաղաքական հարվածը ստացել են իրենց հեղինակությանը, տնտեսական մեծ խնդիրներ ունեն, իրենք ռազմական առումով կորուստներ ունեն այդ տարածաշրջանում, որտեղ արաբական երկրները այլևս թույլ չեն տալու իրենց մոտ բազաները վերականգնել եւ նաեւ այդ ռեսուրսային բազան չկա, այդքան գումար ներդնելու հնարավորությունը չկա, որտեղ այդ գումարները ի վերջո ժամանակին վճարվել էին նույն արաբական պետությունների բյուջեներից։ Իսկ հիմա ամենևին ցանկություն չունեն վճարելու մի պետության հովանու համար, որը հակառակը իրենց դարձնում է թիրախ ռազմական գործողությունների պարագայում եւ որևէ կերպ իրենց չի պաշտպանում։ Իրավիճակը գնալով սրվելու է։ Դրա համար մեզանից են գինը պահանջում։ Այս երկուսը Թուրքիան եւ Ադրբեջանը լավ սովորել են դասը։
իրենց վրա ճնշում են իրենց հանձնառությունները կատարելու, իրենք դա կատարելու համար Հայաստանից համապատասխան զիջումներն են պահանջում։ Սա է մեխանիզմը, այստեղ որևէ անհայտ բան չկա, իրենք անգամ իրենց խոսույթում դա հայտարարում են։ Շատ հետաքրքիր Ալիևի վերջի այդ հարցազրույցի ժամանակ ես բազմիցս նշել եմ, չէ, որ այդ միջանց կոչվածը դեռևս 44 օրյայի ժամանակ էր նախատեսվում ստանալ եւ Ալիևը ուղղակի բաց դրա մասին հայտարարեց։ Եվ այս իշխանությունը այդ ծրագրի մաս են եղել, եւ այդ ծրագրի իրագործման մեղսակիցն են եղել։ Մանրամասները խոսել ենք, էլի կարող ենք խոսել, բայց դա եղել է այդ ծրագրի մաս եւ հիմա կամաց ջրի երես են դուրս գալիս այդ բոլոր պայմանավորվածությունները։ Չորրորդ իշխանությունը, չորրորդ հանրապետություն գոյություն չունի։ Չորրորդ հանրապետությունը նշանակում է Հայաստանի Հանրապետությունը որպես հայկական պետություն գոյություն չունի։ Չորրորդ հանրապետություն այն ձևով եւ այն տեսքով, որ իրենք են ներկայացնում, դա նշանակում է հայի ինքնությունը ոչնչացված, հայկականությունը վերացված, այսպես ընդհանրապես սպասարկողի տարածք, որտեղ ով ասես ինչ ասես կարող է անել եւ աստիճանաբար հայկականության վերացման արդյունքում եւ ժողովրդագրական պատկերի փոփոխման արդյունքում սա վերածել ընդհանրապես թուրքական եւ ադրբեջանական քմահաճույքները կատարող տարածքի, որտեղ ով ասես կարող է գալ եւ աշխատել ու սպասարկել եւ իրենց ցանկությունները կատարել։ Ես հույս ունեմ, որ մեր ժողովրդի վերջը դա հասկանում է իր մեծամասնության մեջ եւ թույլ չի տալու, որ գործը հասնի դրան, բայց առաջի հերթին նա պիտի կանխվի հենց հիմա, հենց նույն Տիգրանաշենի հանձնման գործընթացում պիտի կանգնվի եւ ելի եմ ասել, դրա միակ կանխելու ձևը հանրային ընդվզումն ու դիմադրությունն է։ Դիմադրությունը պիտի բացահայտ լինի, բարձրաձայն լինի։ Բարձրաձայն դիմադրության պարագայում իրենք ոչինչ չեն կարողանալու անել։ Արդեն կարծեմ անցյալ տարի էլ չէ տեղեկատվություն դուրս եկա, որ նույն ուրեմն Տիգրանաշենի բնակիչների համար հարևան համայնքում տներ են կառուցում, որպեսզի իրենց տեղափոխումը իրականացնեն։ Ակնհայտ է, չէ, որ իրենք վաղուց խոստացել են եւ հիմա փորձում են ինչ-որ մի ձև դա իրականություն դարձնել, որպեսզի կարողանան իրենց հանձնառությունները կատարել, բայց դա միայն անգամ եթե դա այդ հատվածը տրվի, դա միայն դրանով չի սահմանափակվելու։ Ադրբեջանը անխոչնդոտ անցում է ուզելու դեպի Տիգրանաշեն, որպեսզի կարողանա իր այդ էքսկլավը գնա ու գա, իսկ մենք գիտենք ում են բերելու այնտեղ բնակեցնեն։ Դա դառնալու է մի մեծ խոց, ռազմականացված խոց մեր պետության ներսում։ Համապատասխան ուրեմն տարածման հնարավորությամբ, իսկ չարորակ ուրեմն շոշափուկները ամենտեղ տարածել։ Իհարկե կտրվելու են։ Բայց ինչի մասն է խոսքը։ Տարածք չի մնում, եթե քարտեզով նայեք, այնտեղ մի փոքր հատված է մնում, իրենք արդեն դիրքերը վերցրել են, չէ՞, գրաված հատվածները, որտեղ իրենք նստած են։ Այնտեղ մի փոքր հատված է մնում Սյունիքը կտրելու համար։ Այս շատ հեռահար ծրագիր է սա, որին այս իշխանության բազմած անձնավորությունները վաղուց իրենց հանձնառությունները տվել են եւ հանուն դրա էլ իրենք բերվել են իշխանության։ Ընդ որում այդ խոստումները տրվել են մի քանի տեղերում եւ տարբեր շերտերով։ Շատ լավ, այլ թեմա այսօր Գագիկ Ծառուկյանից են հարցրած, բայց ինչի ինքը պիտի ազատության մեջ լիներ եւ մի սենսացիոն հայտարարություն ըստ էության Նիկոլը ընդունել է, որ 8 տարի շարունակ Հայաստանում եղել է մաֆիոզ համակարգ, տեսեք ինչ է ասում։ Ծառուկյանը մյուսները մաֆիոզ կապերով որտեղ ինչ հարց ուզում լուծում էին անգամ մեր իշխանության օրոք, այսինքն այս մարդը 8 տարի իշխանության է եղել, հիմա նոր հայտարարում է, որ իմ իշխանության օրոք մաֆիոզ համակարգ է եղել։ Եվ գիտեք, տերորն ու աբեկցությունը իրենց խոսույթը շատ հետաքրքիր է իմիջիալոց։ Իրենք շատ գեղեցիկ բնութագրում են, բայց բնութագրում են իրենց։ Բնութագրում են իրենց, դա վերագրում են դիմացինին։ Նույն կհիշեք 18 թվականին, երբ որ ասում էին, որ կազմակերպված պատերազմ են բերելու եւ մեղքը պարտության իրանք բերեցին կազմակերպ։ Մենք տեսանք իրականությունը ինչ է։ Նույն օլիգարխների մասով մենք տեսանք ովքեր են իրենց շարքերում նստած եւ այդ նույն օլիգարխները ինչպես էին ֆինանսավորում ու հարստահարում բոլոր այն մարդկանց, ովքեր փորձում էին փաստացիորեն դեմ խոսել կամ փաստացիորեն հակառակ գնալ իշխանության ցանկություններին, չէ՞։ Մենք տեսանք ինչպես նորելուկ մարդիկ դարձան օլիգարխ։ Մենք տեսանք ինչպես է թմրանյութերի վաճառքն ու
տարածումը մեր երկրում աննախադեպ ծավալների հասել։ Մենք տեսանք ինչպես է մեզ մոտ հանցագործությունը, ծանր հանցագործությունները, սպանությունները, հարձակումները, հաշվեհատրանները, ինչպիսի ծավալների են հասել։ Եվ դա այս իշխանությունների օրոք է կատարվում։ Մենք նման քանակի ինքնասպանություններ երբեք բանակում չենք ունեցել։ Իրենց իշխանության ժամանակ խաղաղ պայմաններում 423 տարբեր թվեր են ասում, 423 մահվան մասին է խոսքը խաղաղ պայմաններում։ Բայց միայն դա չէ։ Ու իրանք ասում են, որ բոլորը մեծ մասը ասում են ինքնասպանություն։ Ես մեծ կասկածներ ունեմ, որ այնտեղ նաև ադրբեջանցիների կողմից, այո, սպանվածներ են, որոնք ծածկադմփոցի են։ Այո, խաղաղության օրակարգը չխոչընդոտելու համար այդ մեր ջահելները, այդ ինչքան դեպրեսիոն վիճակի մեջ հայտնվեցին, որ 15 րոպե առաջ ծնողների հետ ուրախ երջանիկ խոսում են 15 րոպեից ինքնասպանություն Կանի ասում է խաղաղություն է բանակում, հիմա խաղաղություն է բանակում։ Եվ այն խնդիրները, որ կան բանակում, դրանք նորություն չեն, միշտ էլ եղել են, չէ, բարդությունների վերջո, միշտ էլ եղել է, որ երեխան երբ որ տնից գնում է բանակ, բնականաբար անսովոր միջավայրում է հայտնվում։ Բայց ինչպես եղավ, համարյա 2 տարի ծառայելու, 2 ամիս է մնացել, որ զորացրվի, ինքը հանկարծ ինքնասպանություն է գործում, այսինքն ինքը անցել է այդ բոլոր բարդությունները, ծանրություններով ու հանկարծ ինքնասպանություն է գործում։ Պարզ չի, որ թշնամու թիրախից զոհվածներ են եւ բայց այդպես են ներկայացնում։ Այդ իրենց ներկայացրած գոյություն չունեցող խաղաղության, այո, դրսևորումներն են։ Եվ այդ խաղաղության դառը հաբերը մենք դեռ շատ ենք քաշելու, եթե մեր ժողովուրդը ի վերջո խելքի չգա։ Քաշելը ո՞րն է, դե զոհեր։ Չէ, միայն զոհերը չի, միայն զոհի տարածքային կորուստն է, պետության ոչնչացում եւ ազգային ինքնության ոչնչացում։ Ժողովուրդը չի ուզում գիտակցել, չի ուզում, իրան բացատրում ես ինքը քեզ էլ հանձնելու, չի լինելու, չեն ուզում մարդիկ հասկանալ։ Չէ, իրենց բոլոր ընկալուչները անջատել են եւ փորձում են իրենց այսպես խխունջային վիճակում ճիշտ է Բագրատ Սրբազանը Բելադեն խխունջային վիճակում միջայլոց այդ խոսողները տարական գրագիտություն պիտի ունենան, որ հասկանան ահաբեկչությունը եւ հանրային ընդվզումը եւ պայքարը դրանք բոլորին տարբեր բան են։ Իրենց մայարտի 1-ի գործողություններն են Դատի տալ, որ ինքը կարող Սրբազանին այդպես այդ Ալեքսանյանը, չգիտեմ ինչա, դատի տալ, գիտեք մենակ դատը իրանց բանով է։ Բացի նայած, որ իրանք անմեղության կանխավարկածն են այսպես ընդհանրապես դենն էտել։ Բացի դա, եւ իրենց թվում է, որ իրենք շարունակաբար ինչ-որ բարձրաձայն տոներով, ինչ-որ հրահանգող տեսակ Արայիկի վիճակը, խոսույթով ինչ-որ բաներ ասել են անում, ասային տենեմ կարող է դու Արցախ ասես հայկական, հələ մի հատ խոսի, էլի։ Տեսնում եք վիճակը տեսակ, չէ՞, ասեք հələ պիտի համարցակվես ասես Արցախը հայկական է եղել, հələ մի հատ խոսի, էլի։ Մոտ խոսի հասկանանք, էս է իրանց վիճակը։ Այնպես որ Ժորժ ջան, հասկացեք ինչա կատարվում։ Հիմա այս երևույթը կառավարության ղեկին նստած արդեն բացահայտում է իր հերթական հանձնելիքները, թե իրավական հիմք չունեցող անկլավների մասով, թե Տիգրանաշենի մասով, դուք իսկապես հասկանում եք ինչա կատարվում։ Ու գիտեք հերթականական ներկայացնել են ճանապարհը այս կողմով կանցկացնեն կամ ճանապարհի հարցը չի սա։ Դուք հələ ամեն մեկը ձեր տան վրա վերցրեք, հա։ Մի քառակուսի մետր ձեր տնից որ վերցնեիք, տային ձեր թշնամի հարևանին։ Ինչ կանեիք։ Մարդասպանություն կանեիք։ Ոնց է երկիրը տենց հեշտ ու հանգիստ հանձնում։ Ու դեռ մի հատ էլ ակնկալում որ քաղաքակիրթ խոսույթով պիտի ազգային ժողովը ինչ հարցեր պիտի լուծեն, որպես մարդիկ եկել են, հատուկ նստել են, որպեսզի այդ իրենց հանձնառությունները կատարեն։ Այս երկրին վերջում դարձնելու են պատերազմական գործողությունների հարթակ։ Դուք հասկանում եք դա։ Քաղաքակիրթ խոսույթ։ Այն ոմն մեկն էլ ընդեղից հանկարծ ընտանեկան բռնություններն այշում։ Զգում եք, որ տեղեկատվական աղմուկ են փորձում ստեղծել։ Վեհապարին են դատի տանում։ Այդ աղմուկի մասն է, ժողովուրդը զբաղվի, ուշադրությունը շեղվի, որպեսզի իրենք կարողանան դրա ներքո իրենց անելիքը անել։ Վեհապարի։ Դու քո թղթերը ներկայացրու ոնց ես ծախել հայրենիքը։
Մի քիվեստի փաստաթուղթ չի կարողանում հրապարակել։ Ինչևէ հասկանանք, որ շատ ծանր վիճակում ենք գտնվում ժողովուրդ, այս մարդը արդեն բացահայտում է իր հերթական այդ հանձնառությունները հստակ ժամկետներով վրան դրված է, ժամկետներով։ Եվ այդ տեղերում էլ իրենք փորձելու են իրենց մարդկանց ամեն գնով առաջ տանել, որպեսզի հետո սահմանադրական հարակվե կոչվածը այսպես ալուկուլանեն ու վերջացնեն։ Իսկ դուք գնալու եք հարևանի բարեկամ Սիմոնի օգտին քվեարկելու, առանց հասկանալու, որ դրանով երկիրը ընդհանրապես հանձնում եք թշնամուն ու ձեր վաղվա այդ տանը անգամ ապրելու իրավունքն եք հանձնելու։ Ոնց ասես, որ հասկանա, ոնց բացատրես մարդկանց, ես արդեն չգիտեմ։ Հերթական անգամ իրականությունա դառնում, ասում եմ, վայ, ոնց եղավ, որ սենց եղավ։ Ամբողջ նախընտրական քարոզարշավը, ընդդիմությունը բացատրում էր, չէ։ 32-ով այսօր բանակում կա, այս տարվա այսքանի ամսում։ Պատկերացնեք ինչ է կատարում, ծպտուն չկա։ Հաշտ խաղաղ, ամեն մեկի կողքը գրում է ինքնասպանություն, դիակ ուղարկում է տուն, ինքնասպանություն, նախընտրական շրջանում կհիշեք, ընդդիմությունը ամեն հնարավոր առիթով բացատրում էր ԵԱՏՄ-ից դուրս գալու սարսափելի հետևանքներ մեր պետության համար։ Բացատրում էր։ Յուրաքանչյուր գյուղ արտադրողի, լինի ֆերմերային տնտեսություն, անհատական տնտեսություն, բացատրում է ինչ է։ Հիմա ամեն մի տեղից ելնողն ասում է, ես ձայն եմ տվել։ Բա ինչով է իր մտածում, որ այդ ձայնը տալիս է իր։ Մտածում է իր, որ հա, կանցնի կգնա։ շահով։ Շահը որտեղ է, շահը իր տնտեսությունը չէ, շահը մտածում է, որ հա, չեմ անում, Սիմոնի բարեկամ Մարտիրոսը իրան խոստումներ ա տվել եւ իրան, այսինքն ինքը կենթանի իր վնասը տեսնում է, չէ՞, ծաղիկ վաճառողները սկսել էին, չէ՞, վնասը տեսնել։ Ձուկ արտադրողը սկսել էր, չէ՞, վնասը տեսնել։ Այսինքն իրանք ենթադրում էին, որ այդ վնասը տեղ կկանգնի։ Բացատրում էին, չէ՞, որ ժողովուրդ, ովքեր որ գումարներով եք ապրում դրսից ուղարկվող մեծ մասը Ռուսաստանից։ Կտրվելու է այդ հոսքը։ Ոչ միայն այդ հոսքն է կտրվել, այլ ձեզ այդ ուղարկողը հետ է գալու ու նստի ձեր վզին տնտեսական բեռ։ Դուք հասկանում եք այդքան բանը։ Եվ ամենատարական բանը, այսօր աշխարհում ամենազարգացող մասը ասիական զանգահատվածն է։ Գնացեք տնտեսական զարգացման ցուցանիշները նայեք։ Միակ կազմակերպությունը, որ ապահովում է ձեր մուտքը այդ զարգացող ու այլ ավելի աճող տնտեսական շուկաներ, ԵԱՏՄ-ն է։ Ուրեմն դուք այս ձեր սիրուն կանաչ ճանապարհը թողած, որը ձեր համար ապահոված է, այսօր ձեր բարեկեցությունն է ապահովում, գնում եք այսպես քար ուղղերով, փոսերով, կիրճերով, մի քանի հատ էլ վերևից ռումբեր նետվող ինչ որ ճանապարհի վրա, որի վերջում թուրքական յաթաղանն է կանգնած։ Վերջում թուրքական յաթաղանն է կանգնած, դուք հասկանում եք։ Ու սա վախացնելու համար չի, սա ձեզ ուշքի բերելու համար է։ Նայեք ինչ են արել Սիրիայում, նայեք ինչ են արել Աֆղանստանում, նայեք ինչ են արել Իրաքում, նայեք ինչ են արել Լիբիայում, նայեք ինչ են արել Մալիում, նայեք Վրաստանում ինչ են արել։ Մինչև այս նոր իշխանությունը եկել է, մի քիչ ուշքի է բերել երկիրը, մի քիչ։ Ուկրաինան նայեք։ Երջանիկ ապրում են, հա, վարդագույն սենց ծաղիկներով շրջապատված, թե Եվրամիությունն է այդ վիճակում։ Մի հատ գնացիք այնտեղ ժողովրդին հարցրեք ինչ վիճակում են։ Ուր եք ընկել, ուր եք ոտավորվել գնում։ Ում խոսքին եք հավատ ընծայում։ Մի մարդու, որը իր ամբողջ կյանքով սուտ է խոսացել, որը իր ամբողջ էությամբ կեղծիք է եւ ամբողջովին իր այդ աշխատած արտահայտված պահից ի վեր հակահայկական քարոզչություն է տարել։ Դուք ում եք հավատ ընծայում։ Այս մարդիկ ստեղ մի բան ասում են 5 վայրկյան հետո հերքվում է։ 5 վայրկյան հետո հերքվում է։
Շնորհակալություն։ Դե որ ասեն մարդու ամենամեծ թշնամին ինքն է իր թշնամին։ Ուրիշին մեղադրելու չի։